Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալը նրա ստեղծագործական կյանքում իսկական բում է առաջացրել։ Այսօր արդեն կարելի է վստահել, որ սերիալը դուրս է եկել սովորական հեռուստասերիալի սահմաններից և դարձել իսկական քննարկման թեմա իր բազմաշերտ սյուժեով, հզոր դերասանական կազմով և ամենակարևորը՝ անսպասելի ու հուզիչ ինտրիգներով։ Ինչն է, որ «Վերջին զանգը» սերիալը դարձնում է այսքան դիտարժան ու կախվածություն առաջացնող։ Նախևառաջ հերոսների ճակատագրերի կտրուկ շրջադարձերը։ Սերիալը կառուցված է այնպես, որ յուրաքանչյուր նոր դրվագ, նույնիսկ ամենաչնչին, խորը ազդեցություն է թողնում դիտողի վրա։ Ամեն մի տեսարան իրենից ներկայացնում է կուլմինացիոն պահ, իսկ դիալոգներն իրականությանը շատ մոտ։ Վերջին ինտրիգներից մեկը, որ պարզապես պայթեցրել է համացանցը, Հենրիի և Անգելինայի ենթադրյալ քույր ու եղբայր լինելն էր։ Սերիալի երկրպագուներն արդեն գիտեն, որ սա Միքայելի խարդախ հորինումն է, որը միտված էր ապակողմնորոշելու Հենրիին, խառնելու Անգելինայի կյանքը և սեփական գաղտնիքները թաքցնելուն։ Սակայն հենց այս սութը կդառնա սերիալի ամենացավոտ ու հետաքրքիր դրվագներից մեկը։ Սակայն հիմա, ըստ Դիանա Գրիգորյանի վերջին ակնարկների, սպասվում է այդ ստի բացահայտումը, և Հենրին ու Անգելինան շուտով վերջապես միանալու են որպես սիրող զույգ և բացահայտվելու է, որ նրանք բացարձակապես քույր ու եղբայր չեն։ Սա, սակայն, մեկ այլ շոկային հարց է առաջ բերում. արդյոք Հենրին պատրաստ կլինի ներել Միքայելին, երբ իմանա ողջ ճշմարտությունը։ Սոսի վերադարձը Հայաստանից հետո կարծես սերիալում ամեն ինչ սկսել է պտտվել նրա շուրջ։ Նրա հարաբերությունները բոլորի հետ լարված են, լինի դա Միքայելի հետ, ում նա երկար տարիներ մեղադրել է իր դեմ դավադրության մեջ, թե Լիլիթի կնոջ հետ, ում սիրուց չնայած բաժանմանը նա դեռ հեռու չի գնացել։ Իսկ ամենից կարևորը՝ Սոսն այլևս Հայաստանում է ու որոշել է չհեռանալ։ Սա նշանակում է, որ Միքայելի ու Հենդոյի համար գալիս են իսկական ծանր օրեր։ Միքայելն, ով մինչև հիմա իրեն պահում էր որպես ամեն ինչ վերահսկող մարդ, կարծես քայլ առ քայլ կորցնում է դիրքերը։ Սոսին տեսնելը ողջ և ուժեղ ցնցելու է նրան։ Տարիներ շարունակ Միքայելն ապրել է այն համոզմամբ, որ Սոսը մահացել է իր պատճառով, իսկ հիմա Սոսը կանգնած է իր դիմաց ու պահում է խաղի արդեն բոլոր քարտերը։ Անետն անգամ կասկածում է, որ ինչ-որ բան է կատարվել, քանի որ ընտանիքում բոլորի պահվածքը գնալով փոփոխվում է։ Աննան էլ իր հերթին ստվերում չի մնում, նա պահանջում է ճշմարտություն, բայց միաժամանակ ստիպված է հաղթահարել մայրության և ընտանեկան ցավալի գաղտնիքների բեռը։ Դիանա Գրիգորյանի ինստագրամյան հարցուպատասխանի ժամանակ հաստատվեց, որ Աննան երեխան կունենա, այսինքն անկախ ընտանիքում տիրող բախումներից ու ստից կյանքը շարունակվում է։ Արամի նկատմամբ տեղի ունեցածը վերածվելու է ևս մի մեծ ինտրիգի։ Արդյոք Արամը կապրի, թե սյուժեն նրան կզոհաբերի, արդեն պարզ է։ Դիանա Գրիգորյանը նման քայլ չէր անի ու Արամին սերիալից չէր հանի։ Սոսն իհարկե կպատժի Սեմին, բայց Արամը կխնդրի նրան ազատել, ինչպես արեց նախորդ սերիալում։ Սա նոր լույս է գցում Սոսի մարդկային կողմի վրա։ Ինչ սպասեն հեռուստադիտողներն առաջիկա սերիալներում։ Միքայելն ու Սոսը արդյոք կգնան բացահայտ բախման։ Աննան ինչ ընտրություն կկատարի՝ Միքայելը, Սոսը, թե սեփական անկախությունն ու մայրությունը։ Արդյոք Հենրին հնարավորություն կունենա հետագայում Անգելինայի մոտ վերադառնալու, ինչպես կազդի նորածնի հայտնվելը սյուժեի վրա, իսկ որոնք են Բագրատի վերջնական մտադրությունները։ Վերջին զանգը դարձել է մի իրական աշխարհ, որտեղ յուրաքանչյուրը գտնում է իրեն հոգեհարազատ կերպար, ինտրիգ և հուզում։ Այն այլևս ոչ միայն սերիալ չէ, այլ մշակութային երևույթ, և որքան էլ որ ինտրիգները մեծանան, մի բան պարզ է՝ մենք դեռ շատ անակնկալների ենք սպասում։ Հեռուստադիտողը ամեն նոր դրվագով տարված սպասում է մեկ հարցի պատասխանի՝ ինչ կլինի հետո, կբացահայտվի ճշմարտությունը, կհաղթի սերն ու արդարությունը, թե նոր ստերի շղթան կշարունակի տապալել հերոսների կյանքերը։ Սերիալը շարունակում է հմայել, զարմացնել ու ստիպել ամեն երեկո վերադառնալ էկրանին։ Վերջին զանգը վերածվել է մի մեծ կոլեկտիվ զգացմունքի, որտեղ ամեն դիտող գտնում է իրեն մի պահ, մի կերպար, մի ցավ ու մի պայքար։ Մերիի և Արամի սիրային պատմությունը նույնպես դարձել է բանավեճի առարկա։ Մերին, իմանալով Բագրատի՝ իր հոր սպանության հնարավոր մասնակցության մասին,
պոկվում է իր զգացմունքներից, բայց Արամը մինչև վերջ պայքարելու է։ Այս սյուժեն կրկին հիշեցնում է, որ սերը միշտ չէ, որ հաղթում է ճշմարտության ծանրությանը։ Սոսը վերջապես վերադառնում է ու իր վերադարձով տակնու վրա է անում ոչ միայն Միքայելի, այլ նրա ամբողջ ընտանիքի կյանքը, համայնքի հավասարակշռությունը։ Նրա կերպարն այժմ հանդես է գալիս որպես ուժ, որը պատրաստ է վրեժ լուծել իր անցյալի ու որդու համար։ Սոսի ու Միքայելի հանդիպումը սերիալի ամենաբարդ, ամենաբախումային տեսարաններից է լինելու։ Միքայելը, տեսնելով Սոսին, պիտի ճաշակի այն վախը, որ տարիներ շարունակ պահել է ներսում։ Բացի այդ, Սոսի ներկայությունը բացահայտելու է նոր ճշմարտություններ, որոնք տարիներ շարունակ թաքցվել են։ Հանքի բաժնետերն է ու բնականաբար ասելիքն իր ձեռքում է։ Դե ինչ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք ամենաինտրիգային գաղտնիքները, որոնք կապված են ոչ միայն հեռուստասերիալի, այլ շոու բիզնեսի հետ։